Հարգելի հայրենակիցներ, իրավունք եւ պահանջատիրության հերթական հաղորդաշարն է Միացյալ Նահանգներից եւ այսօր կվարեմ ես կրկին Հայրապետ Հայրապետյանս։ Այսօր Միացյալ Նահանգներում Քրիսմասի օրն է, Քրիստոսի ծննդյան օրն է կաթոլիկ եկեղեցու հետևորդների համար, սակայն մեր հայրենակիցներից շատ-շատերը հարմարավետությունից ելնելով այսօր նույնպես նշում են եւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր որ նշում են այսօր իմ հարազատներին, որոշներին, ովքեր որ նշում են եւ բոլոր կաթոլիկ հետևորդներին եւ բարի տարի բոլորիս։ Այսօրվա իմ հյուրն է Գևորգ Սաֆարյանը։ Գևորգ Սաֆարյանը Սասնա Ծռեր համահայկական շարժման անդամներից մեկն է, նաեւ Բևեռի ազգային ժողովրդավարական Բևեռի անդամներից է, ով տարիների վեր պայքարի մեջ է եղել, իր ձայնն է բարձրացրել անարդարության հանդեպ, երբ անարդարություն է նկատել եւ իր մասով զրկանքներ է կրել, նա 4 տարի զրկանքներ է կրել բանտում նստելով իր արդար խոսքը բարձրաձայնելու համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ միանում եմ շնորհավորանքներին կաթոլիկ եկեղեցու հետևորդների համար Սուրբ ծնունդ է այսօր, նաև այո մեր հայրենակիցները ավանդույթի ուժով, ովքեր որ գտնվում են եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, նշում են Սուրբ ծնունդը նաև կաթոլիկ եկեղեցու հետ եւ այո պետք է շնորհավորել նրանց բոլորին։ Նաև իհարկե հետագայում մեր եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ ծնունդը նաև մեր ուրեմն տոնակատարությամբ մեր եկեղեցու հետ այն ժամանակ նույնպես շնորհավորում ենք։ Գևորգ ջան, այս տարվա արդյունքներով ինչ արձանագրություններ ունենք, ինչ առաջխաղացումներ, հետընթացներ մեր կանխատեսումներից, որոնք են իրականացել եւ որոնք են դեռ ընթացքի մեջ։ Ցավոք սրտի մենք մի այնպիսի գահավիժման մեջ ենք, որ առաջխաղացման մասին խոսելը ավելորդ է, հա, երկիրը անընդհատ գնում է դեպի անդունդ եւ ամեն անգամ, երբ որ մենք հասնում ենք մի բացասական շեմի, որ մարդկանց մոտ առաջանում է հույս, որ սա վերջին շեմն է, սակայն անցնում է մի կարճ ժամանակ եւ մենք իջնում ենք ավելի ներքև։ Ինչ կարելի է ասել տարվա մասին։ Մենք դարձանք գնալով ավելի ու ավելի հպատակվում ենք թուրքական կողմին, այսպես Հայաստանը այսօր ռուս-թուրքական ազդեցության ներքո է եւ Ռուսաստանի ուրեմն թողտվությամբ Հայաստանը որոշակիորեն ավելի թեքվում է դեպի թուրքական ենթակայություն, որ ինչը սկսվեց Արցախի հանձնում ընդունումով, մենք տեսանք, որ Ռուսաստանը շատ հանգիստ Արցախը հանձնեց Թուրքիայի տիրապետության տակ, եւ այսօր մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական պահանջներով ուրեմն երկրի ղեկավարությունը հարձակում է գործել հայ-առաքելական եկեղեցու ուղղությամբ, հասկանալով, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը հասկանալով, որ հայ-առաքելական եկեղեցին աշխարհում ունի շատ մեծ հեղինակություն, մեր եկեղեցին հիշեցնենք, որ աշխարհի առաջին եկեղեցին է, որպես պետական կառույց, մենք պետականորեն առաջին ժողովուրդն ենք, առաջի պետությունն ենք, որը ընդունել է քրիստոնեությունը, եւ այս հանգամանքը հայ-առաքելական եկեղեցին դարձնում է առավել ուրեմն հուշագրավ եւ աշխարհում քրիստոնեական աշխարհում առավել բարձր հեղինակություն ունեցող կառույց, իսկ թուրքերին եւ ադրբեջանցիներին դա դուր չի գալիս։ Նրանք շատ վաղուց թուրքական պահանջներ է եղել հայկական պետությունից, որ պետությունը հնարավորինս ճնշի հայ-առաքելական եկեղեցուն եւ այս պահանջները ի թիվս Թուրքիայի եւ Ադրբեջանի այլ պահանջների հետ այսօրվա իշխանությունները փորձում են իրականացնել։ Բարեբախտաբար մենք տեսնում ենք, որ հանրությունը դիմադրում է, հանրությունը կանգնում է եկեղեցու կողքը, անգամ շատ-շատերը, ովքեր որ դեմ են Գարեգին Բ-ի հոգևոր իշխանությանը,
Հա, շատ շատերը կարծում են, որ այո, Գարեգին Բ-ն չպետք է լինի կաթողիկոս, սակայն անգամ այս մարդիկ այսօր կանգնած են եկեղեցու եւ անգամ Գարեգին Բ-ի կողքին, որպեսզի նա չհեռանա, հասկանալով, որ այս գործընթացները ոչ թե ուղղված են Գարեգին Բ-ի դեմ, այլ ուղղված են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այն գործընթացները, որը մենք տեսնում ենք նաև իրավական դաշտում եւ քաղաքական դաշտում, մենք տեսնում ենք, որ պետությունը հետզհետե արդեն ավտորիտար ռեժիմից ձգտում է գնալ դեպի տոտալիտար ռեժիմ։ Մենք տեսանք, որ օրինակ նույն եկեղեցու նկատմամբ հալածանքների շրջանակներում երկրի վարչապետը կարող է իր Facebook-յան էջում հոգևորականին գրել, թե ինչ ես ինձանից ուզում, գնա եւ քո քեռեկնոջը եւ մի լկտի արտահայտությամբ բնութագրում է, թե ինչ պետք է անել, որից շատ կարճ ժամանակ հետո հրապարակվում է մի տեսանյութ, որտեղ տվյալ հոգևորականը իբրև թե իր քեռեկնոջ հետ ինչ որ հարաբերությունների մեջ է։ Անկախ նրանից այս տեսանյութը ճիշտ է, սխալ է, սարքած է թե ոչ, այստեղ ակնհայտ է դառնում, որ մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեծ եղբայրը հետևում է բոլորին։ Եթե հիշում եք, Օրուելը 1984 իր ստեղծագործության մեջ բնութագրելով տոտալիտարիզմը, բնութագրում էր, որ այդ մեծ եղբոր աչքը, մեծ եղբոր տեսախցիկները ամենուր են։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ իշխանությունները օգտագործելով հատուկ ծառայությունների ռեսուրսները կարող են ներթափանցել մարդու անձնական կյանք, նկարել նրա անկողինը, նկարել նրա բաղնիքը եւ այլն, եւ հետագայում հրապարակել դա որպես կոմպրոմատ։ Այսինքն այս գործողությունները արդեն ոչ թե ավտորիտար բնույթ են կրում, այլ արդեն տոտալիտար պետություններին բնորոշ գործողություններ են։ Սրան նախորդել էր օրինակ մի այլ դրվագ այս իշխանությունների կողմից իրականացված, երբ անձը որոշակի կոնֆլիկտ էր ունեցել ինչ որ падգամավորի հետ, նրան ձերբակալել էին եւ նրան տեղափոխելիս ոստիկանական մեքենայով ոստիկանական մեքենան ինչ որտեղ կանգնում է, բոլոր ոստիկանները գնում են զուգարան եւ այդ իսկ պահին այդտեղ հայտնվում են դիմակավորված անձինք, ձեռնաշղթաներով կալանավորված անձին դուրս են բերում ոստիկանական մեքենայից, ծեծում են նրան, նա նկատմամբ ընդհուպ սեռական բնույթի գործողություններ են կատարում եւ հեռանում են։ Նրանց հեռանալուց հետո ոստիկանները անհապաղ վերադառնում են։ Այսպիսի գործողություններ մենք տեսնում ենք օրինակ կատարվում են Բելարուսի նման տոտալիտար պետությունում միապետական կամ Ադրբեջանի նման պետությունում։ Այսինքն այսպիսի գործողությունները ցույց են տալիս, որ ռեժիմը չունենալով հանրային որևիցե աջակցություն ավելի ու ավելի կոշտացնում է բռնատիրության մակարդակը, գնալով արդեն տոտալիտարիզմ։ Հիշենք այս տարվա ընթացքում մի քանի հայտարարություններ, որոնք արվեցին, սրանք շատ կարևոր հայտարարություններ են։ Նիկոլ Փաշինյանը նախ իրեն բնորոշ անհեթեթ ուրեմն զայրույթով խոսեց, թե կառավարությունը ես եմ եւ եթե կառավարությունում կա ինչ-որ մեկը, որ չի կիսում իմ դիրքորոշումը, թող հեռանա, եթե չհեռանա, ես կհեռացնեմ։ Ինքնին կառավարությունը ինքը հավաքական կառույց է եւ այնտեղ որոշումները ընդունվում են քվեարկությամբ եւ եթե այդ կառավարությունում բոլորը պիտի ենթարկվեն Նիկոլ Փաշինյանին, հարցը առաջանում այդ կառավարության իմաստը որն է։ Կարելի է բոլոր նախարարներին ուղարկել տուն եւ կառավարությունը կմնա Նիկոլ Փաշինյանը։ Սակայն սրա հետ մեկտեղ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ազգային ժողովի մեծամասնության Իմ քայլը խմբակցության բոլոր падգամավորները անվերապահորեն ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Սրանից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չկա որևիցե դատավոր, որ իր հրահանգները չկատարի։ Այսինքն մենք ինչ ունենք։ Մեր պետական իշխանությունը բաժանված է 3 թևի՝ օրենսդիր, գործադիր եւ դատական։ Օրենսդիր թևը դա ազգային ժողովն է, գործադիրը կառավարությունը, դատական իշխանությունը իրականացնում են դատավորները։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ունի բացարձակ իշխանություն գործադիր իշխանության վրա, օրենսդիր իշխանության վրա եւ դատական իշխանության։ Եվ
ես բոլորիս ուշադրությունն եմ հրավիրում, որ ես հղում կատարեցի բացառապես իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։ Դա իրենք են հայտարարել։ Այսինքն մենք ունենք այսպես միապետության ձգտող մի ընթացք, որտեղ մի անձ կառավարում է ամբողջ պետությունը։ Ընդ որում բացահայտ, այո, եւ իրենք են խոսում դրա մասին։ Եվ ազգային ժողովի նախագահան անգամ այսպես ուրեմն զարմանքով ասեց, թե ինչ է նորմալ չի, որ падգամավորները ենթարկվում են վարչապետին։ Այսինքն նրանք անգամ դա նորմալ են համարում։ Այն պարագայում, որ վարչապետը ընդամենը նշանակված է ազգային ժողովի կողմից եւ նա ենթակա է ազգային ժողովին եւ նա պետք է գա ազգային ժողով եւ զեկուցի падգամավորներին իր կատարած աշխատանքի մասին։ Այլ ոչ թե падգամավորները պիտի ենթարկվեն իրեն։ Ընդհակառակը ինքը պիտի ենթարկվի։ Սակայն մենք ունենք այսպես միապետություն եւ չթաքցվող միապետություն եւ անգամ իշխանության ներկայացուցիչները զարմանում են, իսկ ինչա, այդպես չպետք է լիներ, չպետք է երկիրը լիներ միապետական։ Սա է այն արժե համակարգը, որ ունեն իշխանությունները եւ մենք գնալով ցավոք սրտի գահավիժում ենք դեպի անդուն։ Գեորգ ջան, եկեք, քանի որ այսօր Քրիստոսի ծննդյան օրն է, փորձենք որոշակիորեն նաեւ հակաքրիստոնեական այն ինչը որ ասեցիք, բոլորը հակամարտկային եւ հակաքրիստոնեական քայլեր են եւ այսօր ինչ էլ որ խոսենք, փորձենք որոշակի մեջբերումներով թե որ քայլն է որ հակամարտկային է եւ նաեւ ընդդեմ քրիստոնեությանն է, որի հետևորդները մենք բոլորս ենք, մեր ազգն է եղել եւ բոլորս ձգտում ենք Քրիստոսի պես բարձր գիտակցության հասնել։ Այսօր մի ելույթ լսեցի, ինչքան որ տեղյակ եմ այսօր այդ Փաշինյանի մամլո ասուլիստ այսպես կոչված տեղի ունեցել, որտեղ իրեն հարց է հնչեցվում, թե իբրև թե մեր Գարագին բն նշանակված է եւ նա ասաց, որ ինչ եք զարմանում, մեր բոլոր կաթողիկոսները նշանակված են եղել թուրքերի կողմից կամ դարեր շարունակ եղել նշանակված են թուրքերի կողմից կամ ռուսների կողմից կամ պարսիկների կողմից, այսպեսի ինչ որ արտահայտություն է անում, ընդ որում առանց որևէ կարեկցանքի, առանց որևէ վրդովմունքի, քմծի ծաղով, հեգնանքով այդ արտահայտությունը անում է։ Ես կուզենայի ձեր կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ ըստ հակաքրիստոնեական արժեքների, որովհետև այս ամբողջը անձամբ ինձ հիշեցնում է սատանիստական ինչ-որ մի սեկտայի, այս բոլոր նրա եւ նրա խմբավորման գործողությունները, ինչ կարծիք եք։ Նախ այստեղ համեմատությունները շատ տեղին են, երբ որ ինքը իրեն համեմատում է օրինակ Թուրքիայի կողմից հայ առաքելական եկեղեցու հալածանքներին, Ռուսաստանի կողմից հայ առաքելական եկեղեցու հալածանքներին, այս կայսրությունները տիրելով մեր տարածքներին եւ նաեւ գաղութացնելով լծի տակ պահելով մեր ժողովրդին անընդհատ հալածել են հայ առաքելական եկեղեցուն եւ եկեղեցին անընդհատ այսպես ճգնել եւ դիմադրել է եւ դարեր շարունակ ոչ միայն կարողացել է կանգուն մնալ, այլ նաեւ իր ետևից տանել հայ ժողովրդին։ Մեր եկեղեցին պետականության բացակայության պայմաններում ըստ էության եղել է այն համախմբող կամ կառավարող ուժը, որը թույլ չի տվել, որ հայ ժողովուրդը ցաքուցրիվ լինի եւ լուծարվի։ Մենք գիտենք այնպիսի հզոր ժողովուրդների մասին, ինչպիսի օրինակ ասորիներն էին, ովքեր ստեղծել էին գերհզոր մի կայսրություն ժամանակին, սակայն կորցնելով պետականությունը նրանք լուծվեցին, քայքայվեցին եւ մնացին փոքր խմբերով ամբողջ աշխարհում։ Հայ առաքելական եկեղեցին թույլ չտվեց, որ լուծարվի հայ ժողովուրդը, ստանձնելով նաեւ նրա կրթության խնդիրը, մեր հոգեվորականները ծպտյալ նկուղներում, եկեղեցիներում թաքուն հայերեն էին սովորեցնում երեխաներին, իդեպ որը արգելվում էր թե ռուսական կայսրության կողմից, թե թուրքական կայսրության կողմից։ Հիշենք, որ Համիդը անգամ արգելել էր հանրային վայրերում հայերեն կամ այլ լեզուներով խոսել, քան թուրքերենն է։ Իսկ հանրային վայրը համարվում էր այն տարածքը, որտեղ երկու եւ ավելի մարդ են կանգնած։
Այսպիսի հալածանքների մեջ հայ առաքելական եկեղեցին ոչ միայն իր գոյությունը պահպանեց, այլ նաև պահպանեց հայ ժողովրդի գոյությունը։ Եվ այսօր այո, նա շատ տեղին համեմատություն է անում իր եւ այն ուրեմն կայսրության ղեկավարների հետ, միջև ովքեր որ հալածել են հայ առաքելական եկեղեցուն։ Եվ ցավոք սրտի մենք այնպիսի իրավիճակի մեջ ենք ապրում, որ այսպիսի հայտարարությունները դարձել են արդեն օրինաչափ, արդեն սպասելի, որ հերթական անհեթեթությունը եւ հերթական ինքնախոստովանությունը մենք կլսենք իշխանություններից, եւ սա կարծում եմ, որ ինքնախոստովանություն է այն առումով, որ ինքը իրեն համեմատում է թուրքական սուլթանների կամ ռուսական ցարերի հետ։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ նա հակաքրիստոնեական քայլ է կատարում հերթական, որով ստում է, ուղղակի լկտիաբար ստում է ու չգիտեմ մեր ժողովուրդը որքանով կհանդուրժի այս ամեն ինչը։ Ձեր կանխատեսումներով դուք կանխատեսեիք, որ այս տարի մենք կլինեինք այս իրադրության մեջ եւ կհասնեինք այստեղ, ինչ եք կարծում։ Այո, ցավոք սրտի իմ կանխատեսումները շատ ավելի վատն են եւ ես կարծում եմ, որ մենք շատ ավելի վատ իրավիճակում ենք հայտնվելու, եթե չկարողանանք այս իշխանություններին օր առաջ հեռացնել։ Ցավով պետք է նշել, որ մեր հանրության լայն զանգվածները չեն գիտակցում այն վտանգները, որ այս իշխանությունը բերում է մեր գլխին։ Այսօր գնում է Հայաստանի ամբողջական լուծարման գործընթաց, որը սկսեց Արցախի հանձնումով։ Այս գործընթացը ամեն կերպ իրականացվում է իրավական դաշտում նաև Հայաստանի իշխանությունները ենթարկվելով Ադրբեջանի պահանջներին փորձում են նաև փոխել սահմանադրությունը եւ ստեղծել իրավական այնպիսի մի վիճակ, որ Հայաստանը, սովետական Հայաստան կարգավիճակից որևիցե կերպ չկարողանա դուրս գալ։ Դրանով իսկ փաթաթելով թուրքական զորքը Սյունիքի պարանոցին արդեն նաև իրավական դաշտում, եթե այսօր նա ֆիզիկապես փաթաթված է Սյունիքի պարանոցին, սակայն դա իրավական ուժ չունեցող իրականություն է կամ իրավունքին հակասող իրականություն է, ապա իշխանությունները փորձում են նաև իրավունքի գործիքը հանձնել թշնամուն, հրաժարվելով մեր իրավունքներից, ինչպիսի պայմաններում գրեթե հնարավոր չի, որ թուրքական զորքը Սյունիք չմտնի։ Դա ընդհանրապես ժամանակի հարց է, եթե այսօրվա քաղաքական իրողությունները նրան թույլ չեն տալիս, ապա վաղ այդ իրողությունները կարող են փոխվել։ Վերջերս օրինակ ուրեմն պետդեպի ղեկավար Ռուբիոյի հայտարարությունները եւ Ռուբիոն այդ նմանատիպ հայտարարություններ արել էր նաեւ ավելի վաղ ցույց են տալիս, որ որևիցե խաղաղության մասին Ադրբեջանի հետ խոսք անգամ չկա եւ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվել Հայաստանի վրա եւ չի հարձակվել ընդհանրապես ամերիկյան ճնշումներից ելնելով։ Այսինքն ինչու՞ չէ Բևերը որոշակի ներդրում ունեցել է, չէ՞, այդ ընթացքում մենք մի փոքր չէ, շատ մեծ երևի զավեշտի մեջ ենք ապրում, երբ որ Հայաստանում գործող մեկ քաղաքական ուժ ԱՄՆ-ում իրականացնում է շատ ավելի մեծ լոբիստական ուրեմն գործողություններ, քան ամբողջ պետությունը միասին վերցված։ Եվ դեռ մի բան էլ պետությունը դրան ոչ միայն օգնում է, այլ ամեն կերպ խանգարում։ Այո, Բևերը իր լոբիստական ուրեմն գործընկերների միջոցով անընդհատ կապերի մեջ է տարբեր կոնգրեսականների հետ, փորձում ենք մենք ցույց տալ եւ բացատրել, թե իրականում գետնի վրա ինչ է տեղի ունենում եւ ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի համար։ Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան ակտիվորեն փորձում է ստեղծել թուրքական աշխարհ հասկացությունը, այդ պանթուրքիստական մոտեցումները եւ թուրքական աշխարհի ճանապարհը փակում է Հայաստանը։ Իսկ թուրքական աշխարհի ստեղծումը Թուրքիային նախ եւ առաջ պետք է, որպեսզի նա կարողանա դուրս գալ Եվրոպայի դեմ։ Մենք այսօր տեսնում ենք, որ Թուրքիան պահանջում է Հունաստանից, որպեսզի Հունաստանը որոշ կղզիներ չռազմականացնի, ակնհայտորեն նկարտումներ ունենալով հետագայում գրավել այդ կղզիները։ Այսինքն թուրքական աշխարհ ստեղծելով եւ հզորանալով առաջին հարվածը գնալու է հենց Եվրոպային։
Սա Եվրոպայում շատ լավ հասկանում են եւ սա նաեւ պետք է հասկանան ԱՄՆ-ում, որ ԱՄՆ-ում շատ ուժեր համարում են, որ Թուրքիան իրենց բռում է եւ Թուրքիան ենթարկվում է ԱՄՆ-ի կամքին, սակայն դա այդպես չէ։ Թուրքիան անընդհատ ձգտում է դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից եւ կուտակել այնպիսի կարողություն, որ նա ավելի ու ավելի կարողանա ԱՄՆ-ին ասել ոչ։ Մենք դա տեսանք որոշ օրինակ դրվագներում, երբ որ թուրքական գազ հետախուզող նավը մտավ հունական ջրեր եւ Թուրքիան հայտարարեց, որ այդ ջրերը պատկանում են Թուրքիային եւ Թուրքիան այնտեղ պիտի ուրեմն արդյունահանի գազ կամ նավթ։ ԱՄՆ-ից եկող զանգերը եւ պահանջները դուրս գալ հունական ջրերից չօգնեցին։ Եվ ստիպված ԱՄՆ-ն իր ռազմածովային ուժերը ուղարկեց, որոնք Հունաստանի եւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հետ միասին մտան այդ ջրեր եւ ըստ էության դուրս բերեցին այդ տարածքից թուրքական նավը։ Այսինքն զանգը այլևս չօգնեց։ Եվ այս դրվագները ցույց են տալիս, որ Թուրքիան անգամ հիշենք շատ խոշոր երկրաշարժից հետո խիստ թուլացած, բավականին թույլ տնտեսությամբ եւ այլն կարողանում է որոշ դրվագներում ԱՄՆ-ին ասել ոչ։ Եվ ԱՄՆ-ում պիտի հասկանան, որ եթե Թուրքիան գնաց դեպի թուրքական աշխարհն, կարողացավ այդ թվում նաեւ տիրանալ թուրքալեզու այդ պետությունների գազին եւ նավթին, ապա Թուրքիան զգալիորեն հզորանալու է եւ ավելի ու ավելի ԱՄՆ-ին ասելու է ոչ։ Եվ այս քարոզչությունը մենք նույնպես պարտավոր ենք իրականացնել բոլորս ԱՄՆ-ի ներսում, որպեսզի նաև ստանանք ԱՄՆ-ի ուրեմն իշխանությունների աջակցությունը մեր երկիրը պաշտպանելու, պահպանելու եւ թուրքական աշխարհի ճանապարհը փակելու։ Ցավոք սրտի այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունները հրապարակային հայտարարում են, որ եթե ուզում են թուրքերը գան մեր տարածքով անցնեն եւ ստեղծեն թուրքական աշխարհ, թող անեն դա։ Այստեղ հարց է առաջանում, որ այսօր մենք տեսնում ենք օրինակ Ֆրանսիան բավականին մեզ օգնում է պաշտպանական հարցերում, զենք է տրամադրում, փորձագետներ, մասնագետներ է տրամադրում եւ այս ամենը անում է, որպեսզի այդ թուրքական աշխարհի ճանապարհը Հայաստանով մնա փակված։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե Հայաստանի իշխանությունները այդ ճանապարհը տալիս են թուրքերին, ապա ֆրանսիացիները ինչի են զինում հայկական բանակը։ Եվ այս հարցը վաղ թե ուշ բարձրացվելու է Ֆրանսիայի ներսում։ Եթե մենք նրանց զինում ենք, որպեսզի նրանք թույլ չտան թուրքերը թուրքական աշխարհ ստեղծեն, իսկ նրանք թույլ են տալիս, ապա ո՞րն է այն հիմքը, որ մենք զինում ենք հայերին։ Եվ մենք նաև այս աջակցությունից կտրվելու ենք։ Մեր իշխանությունները ամեն բան անում են Հայաստանը թուրքական ենթակայության տակ մտցնելու։ Դա տեղի է ունենում շատ խորքային, այսօր օրինակ հայտարարությունները տարածվում կրթության նախարարի կողմից, որ բազմաթիվ դպրոցներ իբրև թե ուրեմն ինքնակամ որպես տարածաշրջանային լեզու երեխաներին դասավանդելու համար ընտրել են թուրքերենը։ Սա գործընթաց է, որը ես այդ ինֆորմացիան ճիշտ ասած չգիտեի, թուրքական լեզու են մտցնում թուրքեր։ Այո, կա այսպես ընտրելու հնարավորություն տարածաշրջանային լեզու հասկացությունն են մտցրել եւ նախարարը հայտարարում է, որ այդ մի շարք դպրոցներ, բազմաթիվ դպրոցներ իբրև թե ինքնակամ որպես տարածաշրջանային լեզու ընտրել են թուրքերենը։ Սա ուրեմն մտնում է թուրքական այն ծրագրի մեջ, որ Թուրքիան այսօր արդեն այդ թուրքական աշխարհի ձևավորման գործընթացում ստեղծել է թուրքալեզու ժողովուրդների ասամբլեա, կարծեմ այսպես է կոչվում այդ կառույցը, եւ այդ կառույցի շրջանակներում վերջերս ընդունվեց որոշում, որ թուրքալեզու այդ պետությունները պետք է դասավանդեն նույն թուրքերենը, որովհետեւ թուրքմենների, ադրբեջանցիների եւ թուրքերի թուրքերենը տարբերվում է միմյանցից։ Եվ Թուրքիան հասավ նրան, որ նրանք դասավանդեն նույն թուրքերենը։ Սա այն հենքն է, ինչպես գիտենք, լեզուն այն հզոր ուժն է, որը համախմբում է ժողովուրդներին եւ նրանց դարձնում է միատար, որպես մեկ ժողովուրդ է դարձնում։ Նաեւ պրոպագանդա։ Չլսեցի։
Նաև ռոպագանդայի համար է հեշտ, որովհետև ռուսական սովետական տիրապետության տակ գտնվելով ժողովուրդը լսում էր սովետի ռոպագանդան։ Հիմա քանի որ տիրապետի թուրքերենի կլսի թուրքական ռոպագանդան։ Այո, եւ սա այսպես խոշոր քայլ է Հայաստանի իշխանությունների կողմից լուծվելու թուրքական աշխարհի մեջ։ Նրանք հայտարարում են, որ թուրքերը թող մեր տարածքով անցնեն եւ ստեղծեն թուրքական աշխարհ, եւ սկսում են թուրքերեն լայնամասշտաբ թուրքերեն սովորեցնել երեխաներին, ակնհայտորեն ցույց տալով, որ մենք նույնպես պատրաստվում ենք ներգրավել այդ աշխարհում։ Այսինքն ոչ միայն ճանապարհ տալ, այլ նաև ինքներս լուծվել այդ աշխարհի մեջ։ Սա այն գործընթացները, որոնք գնում են մեր երկրում եւ այսպիսի գործընթացների պարագայում պետականություն պահպանելը անհնարին է լինելու։ Մենք կորցնելու ենք մեր պետականությունը եւ մենք այստեղ կոմպակտ չենք ապրելու։ Մեզ ցակ ու ցրիվ են անելու թուրքերը, որովհետեւ թուրքերը շատ լավ հասկանում են, որ եթե այսօրվա իշխանությունները պատրաստ են իրենց ճանապարհ տալու թուրքական աշխարհի համար, ապա ինչ որ մի օր այդ իշխանությունները կարող են հեռանալ, իսկ նոր իշխանությունները թույլ չեն տա։ Համապատասխանաբար Թուրքիայի համար շատ կարևոր է, որ այդ նոր իշխանություն հասկացությունը չլինի։ Ինչի հետևանքով նրանք ամեն բան անում են, որ այս իշխանությունը պահպանվի, այնքան ժամանակ, որ արդեն մեր պետականությունը չպահպանվի եւ նոր իշխանություն հասկացությունը այլևս չի կարող լինել։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն քայլ անում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի 2026 թվականին, մեծ նվերներ անելով, տարբեր տեսակի, խաբելով հայ ժողովրդին, որպեսզի այդ իշխանության միջոցով լուծարեն Հայաստանի պետականությունը։ Այո, ուզում են զուլել ամբողջովին չգիտեմ, մեր ժողովուրդը ընդհանրապես ինչա մտածում ես առումով, դե բնականաբար մեր աջակիցները մեր գիտակից զանգվածը ամբողջովին պատկերացնում է լիարժեք, թե ինչա տեղի ունենում, մյուս զանգվածը, որը ըստ իս մոտ 70% է կազմում, ուղղակի չի ուզում մտածել, որովհետև ամբողջովին հուսահատված է։ Արդյոք հուսահատվել պետք է մեզ։ Ես օրինակ վստահ եմ, որ եթե Բեբերը իշխանության գա, մեր նախագծերը շատ արագ իրագործվեն, որևէ վտանգ չի լինի երկրի կործանման, որևէ պատերազմ անգամ չի լինի, եթե օրինակի համար իրագործենք միջազգային խաղաղապահներ բերենք, կամ սկսենք միջազգային դատարան գնանք, բազմաթիվ նախագծեր ունենք, որ կարող ենք իրագործել եւ կասեցնել այս արհավիրքը, այս չարիքը ի դեմը առնենք շատ արագ ու բավականին հեշտ եւ մինիմալ կարելի ասել առանց կորուստների։ Ինչի ժողովրդի որ մասին ենք հասցրել ինֆորմացնել, տեղեկացնել։ Շատ փոքր, ժողովրդի շատ փոքր մասին, որովհետև այսօր մենք օրինակ YouTube-յան էջում ունենք ուղիղ եթեր եւ ինչ որ մի ստվար զանգված հաղորդակից է մեր YouTube-յան էջին կամ մեր տված տեղեկատվությանը, սակայն այդ մարդկանց քանակը չափազանց քիչ է։ Հայաստանում մեդիադաշտը ամբողջությամբ զավթված է նախկինների եւ ներկաների կողմից։ Գրեթե բոլոր եթեր դուրս եկող հեռուստաընկերությունները պատկանում են կամ նախկիններին կամ ներկաներին։ Եվ նրանք այդ գործիքը օգտագործելով ստեղծում են սև ու սպիտակ դաշտ Հայաստանում։ Այսինքն նրանք հանրությանը անընդհատ խաբում են, ասելով, որ կամ սևերն են, կամ սպիտակները, այլ առաջարկ չկա, այլ ծրագրեր չկան, այլ գաղափարներ չկան, այս երկուսն են։ Եվ ցավոք սրտի իրենց մոտ դա ստացվում է։ Անգամ մի շարք եթերներում, հանրային հեռուստաընկերության եթերներում տեղին եւ անտեղին իշխանության ներկայացուցիչները անընդհատ գոռում են, որ քաղաքական դաշտը երկբևեռ է, կամ նախկիններն են, կամ ներկաները։ Այսինքն այս քարոզչությունը իդեպ մյուս կողմից է, նախկինների կողմից նույնպես սա է վարվում, որ կամ նախկիններին պիտի ընտրեք, կամ ներկաներին։ Այսպիսով նախկին իշխանությունները նաև պաշտպանում են այս իշխանությունների աթոռը, որովհետև հանրությունը տեսնելով սևերին գնում ընտրում է սպիտակներին, հա, որովհետև սևի ֆոնին անգամ այսպես ծայրահեղ մոխրագույն իշխանությունները սպիտակ են երևում։
Եվ այսպես սև ու սպիտակ խաղալով, մեդիադաշտը իրենց ձեռքը պահելով, ուրեմն նախկիններն ու ներկաները խաբում են հայ ժողովրդին եւ տանում նրան վերջնական կործանման։ Այսինքն այս գործընթացների մեջ նաեւ իրենց ուրույն գործառույթը ունեն նախկին իշխանության ներկայացուցիչները։ Ցավոք սրտի մենք կարողանում ենք ինտերնետի միջոցով հաղորդակից լինել շատ քիչ քանակությամբ մարդկանց հետ, սակայն այս մարդիկ անգամ փողոցում մի շարք դեպքեր են տեղի ունեցել, երբ որ մարդը մոտենում է եւ շնորհակալություն է հայտնում իրեն տեղեկություններ տրամադրելու համար։ Մի անգամ օրինակ ինձ մոտեցան մի մայր եւ աղջիկ եւ մեծ շնորհակալություն էին հայտնում այն տեղեկությունների համար, որ ստացել են մեր մեդիա ռեսուրսին հաղորդակից լինելով։ Եվ նրանք այսպես զարմանքով ասում էին, թե ինչու ոչ մեկ չի խոսում այն բանի մասին, ինչի մասին խոսում եք դուք։ Եվ ասեցին ինձ օրինակ, որ մենք այս 30 տարիների ընթացքում որևիցե այլ ռեսուրսից չենք լսել այն տեղեկատվությունը, որը որ տալիս է ձեր մեդիա ռեսուրսը։ Ցավոք սրտի այս մարդկանց քանակը շատ քիչ է։ Եթե նախկինում կար միայն ռուսական գործոնը, որը որ մեզ հալածում էր, հիմա ավելացել է եւս ավելի ամրապնդվել է Թուրքիան որպես խաղացող եւ երկուսով միասին մեր ազգին չարաշահում են թե էմոցիոնալ, թե հոգեբանական, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումներով եւ արդեն նաեւ հոգեվոր տեսանկյունից, որ ինչքան չարաշահման մեթոդ տարբերակներ տարատեսակներ գոյություն ունի մեր ազգին ամբողջ անգլերենով ասած full time չարաշահում եւ հալածում են մեր ազգին իսկ մեր ազգը չգիտես ինչի չի ընդդիմանում է ամեն ինչին իհարկե մենք որոշակյորեն մենք ընդդիմանում ենք ինչ որ ինֆորմացիա տարածելու տեսանկյունից դա էլ է ինչ որ ընդդիմության ձև բայց մեր ազգը չգիտես ինչու որդեգրել է իբրև թե քրիստոնեական հետևող լինելով որ եթե ապտակում են ձախ այտիդ պահի նաև աջ այտդ սակայն դա ընդհակառակ ես վերջերս կարդացի եւ իմացա որ դա ընդհակառակը դա անհնազանդության կոչ է եղել երբ Քրիստոսին հարցրել են ինչ անենք ժողովուրդը մոտեցել է ասել է որ մեզ կանգնացնում եւ նվաստացնելով թարս ապտակում են մեզ Քրիստոսը երբ ասել է աճնել աճ այտնել պահեք դա ամբողջովին հակառակ մեսիջ է դա դեռ հակառակ նշանակություն ունի որ ընդվզեք ընդդիմացեք որովհետեւ երբ որ այդ դարաշրջանում հռոմեացիք փորձել են նվաստացնել սովորական ժողովրդին նրանք կանգնեցրել են եւ թարս ապտակել են որը կպնում է ձախ այտին իսկ Հիսուսը ասել է աճը պահեք այսինքն մի հնազանդվեք մի ընդդիմացեք եւ Քրիստոսը ինքը եղել է ռազմիկ ինքը պայքարող է եղել ինքը ել ավելի բարձր ոլորտներում հոգեվոր ասպեկտով է պայքարել որը ել ավելի բարդ է այնպես որ եթե որևէ մեր քրիստոնյաներից մտածում են որ պատասխան հարված տալը թե ով ոնց կարող է ինչով կարող է դա մի փոքր միգուցե քրիստոնեական չլինի կամ ապավինել միայն Աստծուն եթե մենակ Աստծուն ապավինենք մենք որևէ տեղ չենք հասնի մենք պետք է սկսենք մտածել խմբեր առ խմբեր ինչ որ պայքարի միջոցներ ձեռնարկենք կամ նախաձեռնենք ինչ կարծիքի եք Այն ինչ պատկանում է Աստծուն տվեք Աստծուն, այն ինչ պատկանում է կայսեր տվեք կայսեր։ Այսպիսով Քրիստոս շատ հստակ ձևակերպեց, որ աստվածապաշտությունը չի գնում հակընդդեմ այն երկրային կառույցներին, ինչպիսին օրինակ պետությունն է։ Եվ քրիստոնեությունը ինքը չհակադրվեց պետությանը եւ չհակադրվեց մարդկային կյանքի կառույցներին։ Ցավոք սրտի որոշ մարդիկ փորձում են նաև որոշ քրիստոնյաներ փորձում են հակադրել քրիստոնեական կյանքը պետական կյանքին, հակադրել
եկեղեցու հետևորդ լինել հասկացությունը քաղաքացի լինել հասկացությանը։ Ինչ վերաբերվում է ուրեմն արդյոք քրիստոնեությունը հնազանդության թե պայքարի կրոն է։ Քրիստոնեությունը եւ հնազանդության կրոն է, որը հորդորում է հնազանդվել Աստծուն, հորդորում է հնազանդվել ծնողին, սակայն քրիստոնեությունը երբեք չի հորդորել հնազանդվել չարին, հնազանդվել ուրեմն մարդասպաններին, հնազանդվել լծի տակ պահողներին եւ ինքնին Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհը դա ամբողջական պայքարի ճանապարհ էր չարի դեմ։ Հա եւ Աստծո որդին ծնվեց եւ վերցրեց իր վրա նաեւ մարդկության մեղքերը փրկելով մարդկությանը, այսինքն սա ահռելի մի պայքար էր չարի դեմ հանուն մարդկության եւ Քրիստոսի օրինակը ինքնին օրինակ է պայքարի, եթե մենք արդեն նայում ենք ոչ թե հոգևոր կյանքում, այլ քաղաքացիական կյանքում, քաղաքացու դիրքորոշումից, ապա քաղաքացու դիրքորոշումը պիտի լինի պայքար հանուն ազատության, հանուն մարդու իրավունքների, հանուն պետականության, եւ այս երկու հանգամանքները իրար չեն հակասում։ Մենք պիտի հասկանանք, որ այն արժեհամակարգը, հա, ժողովրդավարական արժեհամակարգը, որը հետագայում ստեղծվեց աշխարհում, իհարկե ժողովրդավարությունը աշխարհում կար նաև Քրիստոսից առաջ, սակայն այն ժողովրդավարությունը, որը մասնավորապես ստեղծվեց ամերիկյան հեղափոխության եւ ֆրանսիական հեղափոխության արդյունքում, այսպես նոր ժողովրդավարությունը եւ իրավունքների, մարդու իրավունքների պաշտպանությունը իր էության մեջ հիմնված էր քրիստոնեության վրա։ Այդ թվում նաև հավասարության, մարդկանց միջև հավասարության մոտեցումները, որ առաջին հայացքից հնարավոր է մարդիկ կարծեն, թե կրոնը առհասարակ եւ քրիստոնեությունը իր էության մեջ երարխիկ հասկացություն է, հա, այլ ոչ թե հավասար։ Սակայն քրիստոնեությունը իր ամբողջ էության մեջ հավասարության եւ սիրո միմյանց հանդուրժելու ուրեմն կրոն է, այլ ոչ թե միմյանց նկատմամբ իշխելու կրոն է։ Եվ այն արժեքները, որը դրված է այսօր մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հիմքում, դրանք մեծամասամբ քրիստոնեական են։ Եվ մենք չպիտի փորձենք երկընտրանք գտնել։ Մենք արդյոք հոգևոր կյանքով ենք ապրում, թե մենք ապրում ենք քաղաքացիական կյանքով։ Մենք ապրում ենք եւ հոգևոր, եւ քաղաքացիական կյանքով, տալով Աստծուն այն, ինչ որ պատկանում է Աստծուն, տալով պետությանը այն, ինչ որ պատկանում է պետությանը, եւ չհակադրելով մեկը մյուսին։ Քաղաքացիականն ու հոգևորը երբեք իրար չեն հակասում, դեռ մի բան էլ իրար համալրում են։ Վերջերս Հայաստանում էի եւ մի բան եմ նկատել, այսինքն մի քանի անգամ արդեն Հայաստան եկել եւ մի բան եմ նկատել, որ անգամ խոհանոցներում, այսպես ասած, վախ եմ նկատում խոսելու, միտք արտահայտելու, կեղծիքը սուտը չասելու, ընդհանուր մթնոլորտը բավականին վախի մթնոլորտ է, իսկ քրիստոնեության մեջ Աստվածաշնչում տասնյակ անգամներ ասվում է մի վախեցիք։ Վախն ու քրիստոնեությունը դրանք ամբողջովին հակառակ բաներ են եւ վախը դա չարիքի գործիքն է, որը այսօր ինչքանով է հաջող կիրառվում մեր երկրում։ Շատ հաջող է կիրառվում, քանի որ կիրառվել է 30 տարուց ավել։ Ցավոք սրտի, այո, այդ հանգամանքը կա, մարդիկ վախենում են անգամ բաներից, որոնցից վախենալ պետք չէ։ Այո, իրենց խոհանոցներում անգամ ես նկատել եմ, որ պետական մարմինների աշխատակիցները Նիկոլ Փաշինյանի անունը չեն տալիս։ Շատ այսպես, եթե քննադատաբար են խոսում, հա, ասենք, թեկուզ եւ խոհանոցում ասում են ինքը։ Երբ որ դու հարցնում ես այդ ինքը ով է, նրանք սկսում են այսպես շշուկով ասել Նիկոլ Փաշինյանը։ Իրենց խոհանոցում, իրենց տանը վախում են քննադատաբար խոսելիս, իշխանությունների մասին քննադատաբար խոսելիս Նիկոլ Փաշինյանի անունը տալ։ Իհարկե իրենք դա չեն անում գիտակցաբար, իրենք շատ լավ հասկանում են իրենց խոհանոցում, եթե իրենք ասեն Նիկոլ Փաշինյանը վատն է, դրանց ոչինչ չի լինի, բայց դա արդեն ենթագիտակցական է։
այդ վախը, որը համատարած մտնում է հանրության մեջ, մարդկանց մեջ, դա դառնում է արդեն ենթագիտակցական։ Որոշ դեպքերում նորից քննադատաբար անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, մեկ էսպես ձախ ու աչ են նայում։ Վայ հանկարծ մեկը չկա։ Հա, այն պարագայում, որ իրենք գտնվում են իրենց տանը։ Հասկանում եք, ինչ մակարդակի է հասել վախի մթնոլորտը, եւ սա նորություն չի։ Այսպես է եղել միշտ։ Եվ մենք, որ պայքարում էինք ժամանակին Սերժիկ Սարգսյանի դեմ, այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ, մեզ նայում էին այնպես, կարծես մենք ինչ-որ ասպետներ ենք կամ գլադիատորներ ենք կամ չգիտեմ, երկնքից իջած ինչ-որ մի արարածներ, որ հանդգնել ենք այդ ռեժիմի դեմ դուրս գալ։ Խոշոր աչքերով այսպես նայում էին մեզ, թե դուք այդ ոնց եք անում։ Եվ անընդհատ մեզ հերոսացնում էին, ասելով, հա, այս մարդիկ հերոսներ են, դուրս են եկել ռեժիմի դեմ, որպեսզի իրենք դա չանեն, որովհետև երբ որ դու իրեն ասում ես, եթե այս մարդը անում է, դու ինչի՞ չես միանում իր հետ, չէ՞ որ դու իր հետ համաձայն ես։ Պատասխանը լինում էր, դե ինքը հերոս է, ես հերոս չեմ։ Եվ անընդհատ ես հորդորում էի մարդկանց մեզ ոչ թե հերոսացնել, այլ միանալ մեր պայքարին, չէ՞ որ դուք կիսում եք այն արժեքները, որ մենք ունենք։ Ցավոք սրտի ես մի բան ասեմ էլի մեր ժողովրդին, ովքեր որ մեզ հետևում են եւ առասարակ ովքեր որ կլսեն այս ուղերձը, որ եթե յուրաքանչյուր մարդ իր մասնաբաժնով աներ այն ինչ որ պետք է անի կամ պայքարեր ինչքանով որ կարողանում է, որևէ հերոսների կարիք չէր ունենա մեր երկիրը եւ հերոսները սովորաբար դրանք բարձր արժեքներով մարդիկ են, ովքեր որ իրենց շահը զոհաբերում են, իրենց անձնական կյանքը, իրենց կյանքը զոհաբերում են, իսկ շահառուները լինում են այն մարդիկ, ովքեր որ ոչինչ չեն անում եւ ասում են, որ մենք հերոս չենք, որ մենք դե մենք ինչ կարող ենք անել, էլի։ Այդ մարդիկ, ովքեր որ ասում են, դե մենք ինչ կարող ենք անել, նախ ես ուզում եմ քաջալերել ձեզ, որ ձեր ներկայությունը անգամ շատ մեծ կարևորություն ունի եւ ձեր ներկայությունը կարող է ցուցաբերել գալիք հունվարի 6-ին հայաստանյան ժամանակով առավոտյան 6-ից մինչև ժամը 12-ը, իսկ Լոս Անջելեսում ամսի 5-ի հունվարի 5-ին երեկոյան ժամը 6-ից մինչև 12-ը մենք ունենալու ենք թելեթոն, որի համար մենք հավաքում ենք նյութական միջոցներ, որպեսզի այս ինֆորմացիան տարածենք, ինչպես Տիգրանը ասեց, շատերը դեռ տեղյակ չեն, որ կարելի է հայրենիքը ուղղակի փրկել ու առանց պատերազմ բազմաթիվ նախագծեր ունենք, որ պետք է կյանքի կոչենք, որպեսզի մեր երկիրը այս վիճակից հանենք։ Այնպես որ եթե մտածում եք, թե ինչով կարող եք մասնակցել, համեցեք կարող եք մասնակցել։ Ինչ եք կարծում, մենք ինչքանով նյութական կարիք ունենք եւ ինչքանով մասնագետների կարիք ունենք եւ ինչ խոսք կուզենաք հղել մեր հայ հանրությանը։ Եթե խոսքը գնում է պայքարի մեջ նյութական միջոցների մասին, ապա դրա կարիքը մենք միշտ ունեցել ենք եւ ունենք, այդ միջոցները շատ սուղ են, որը մենք ունենք։ Մենք անընդհատ դիմում ենք դրամահավաքների, խնդրեմ նաև մենք ունենք մեդիա կենտրոն, որի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, անդադար դրամահավաքներ ենք իրականացնում։ Այո, մենք այսպես վերջին ճիգերով ենք ֆինանսական առումով, վերջին ճիգերով ենք գտնվում պայքարի մեջ։ Շատ դժվար է իրականում։ Գիտեք ինչ, պայքարը միշտ կողքից երևում է շատ գեղեցիկ։ Մարդկանց, օրինակ, պայքարող մարդկանց փառաբանում են, ասում են, այ ինչ լավ տղա է այս տղան։ Սակայն ոչ մեկ չգիտի, թե այդ տղաներն ու աղջիկները ինչ դժվարությունների մեջով են անցնում այդ պայքարի մեջ։ Ես միշտ ասում եմ, ոստիկանական մահակը գլխիդ ուտելուց հետո այդքան է չես ուզում լավ տղա լինել կամ լավ աղջիկ լինել։ Այսինքն, եթե ամեն ինչ կողքից նայելիս շատ ռոմանտիկ է, շատ գեղեցիկ է, ապա պայքարի մեջ գտնվող մարդիկ այդ ռոմանտիզմի զրկանքներն են կրում։ Այդ թվում նաև ֆինանսական առումով, եթե կողքից, օրինակ, մարդը տեսնում է մեր մեդիա կենտրոնի աշխատանքը եւ հիանում է, ասում է, այ ապրեն այս մարդիկ, ինչ լավ գործ են անում, նրանք չգիտեն, թե ինչ մեծ դժվարությամբ ենք մենք հայթայթում այն ֆինանսական միջոցները, որ այդ մեդիա կենտրոնը աշխատի։
Այդ իսկ պատճառով այո մենք պիտի հորդորենք մեր հայրենակիցների յուրաքանչյուրը իր իհարկե ֆինանսական հնարավորությունների չափով կարողանա գոնե մի փոքր մասնակից լինել պայքարի։ Իհարկե ես միշտ ասել եմ, որ պայքարի մասնակցությունը ամենաառաջինը պետք է լինի ֆիզիկապես, այսինքն մարդը պիտի մտնի պայքարի մեջ։ Սակայն այո հասկանում ենք շատ մարդիկ, թե իրենց խառնվածքով այդպեսին չեն կամ ժամանակի առումով, այդ թվում նաև օրինակ գտնվում են արտասահմանում, եւ այս մարդիկ կարող են նաև պայքարին իրենց մասնակցություն ունենալ ֆինանսապես, կարող են պայքարին մասնակցություն ունենալ թեկուզ փոքրիկ ուրեմն գրառում կատարելով սոցցանցերում, թեկուզ մեր ուրեմն այս եթերները տարածելով եւ այլն։ Այսպիսի գործողություններն են, որ կաթիլ առ կաթիլ հավաքվում եւ վերջում բերում են արդյունքի։ Մենք կարող ենք տեսնել ամերիկյան հեղափոխությունը ժամանակին ապստամբությունը եւ ամերիկյան պետության ստեղծումը որպես պատմական ակտ, մենք կարող ենք տեսնել ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որը ամբողջ Եվրոպան փոխեց, սակայն այդ ամենը ձևավորվեց կաթիլ առ կաթիլ առանձին անհատների կողմից իրականացված քարոզչության միջոցով, մարդկանց հետ աշխատանքի միջոցով, որը այդ թվում նաև Ֆրանսիայում ծպտյալ գրքեր էին գրվում, գրքեր, որոնք արգելվում էին կայսրության կողմից, սակայն մարդիկ ունեին այդ գրքերը եւ ձեռ առ ձեռ փոխանցում էին, կարդում էին, այս գործողությունները կաթիլ առ կաթիլ հավաքվեցին եւ դարձան ֆրանսիական մեծ հեղափոխություն։ Եվ մենք յուրաքանչյուրս պիտի դառնանք հայկական մեծ հեղափոխության կաթիլներ, թե ֆինանսական աջակցության տեսանկյունից եւ թե մեր մասնակցության։ Պարտիզանական պայքարն խոսքով։ Ցավոք սրտի մենք 21-րդ դարում գտնվում ենք պարտիզանական պայքարի մեջ, ցավոք սրտի։ Իհարկե շատ լավ կլիներ, որ մենք կարողանայինք ստեղծել հզոր պետականություն, որտեղ կլինեին բաց մեդիաներ, քաղաքական դաշտը ամբողջովին բաց կլիներ եւ այսպես ասենք կհաղթեր նա, ով որ կհաղթեր բանավեճում։ Կկանչվեն օրինակ հանրային հարթակներ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնցից հաղթողը կլիներ նա, ով որ բանավեճում ավելի արգումենտավորված եւ ավելի հիմնավորված դիրքորոշում կարտահայտեր։ Ցավոք սրտի մենք այդպիսի իրավիճակ չունենք։ Մենք չունենք կայացած պետականություն, մենք չունենք բաց մեդիաներ, մենք ունենք կառավարվող հանրություն, ոչ թե կառավարող հանրություն։ Եվ այսպիսի իրավիճակում ցավոք սրտի մեր վարած պայքարը պարտիզանական բնույթ ունի։ Այսօր մենք այսպես մեր մեդիա ռեսուրսով նույնպես վարում ենք պարտիզանական պայքար։ Այո, եւ մեր ժողովրդին ասեմ, որ ամենալավ տեղը գտնվելու դա պարտիզանական ճակատն է, որպեսզի, այո, որպեսզի ունենաք որևէ բան պատմելու ձեր սերունդներին եւ երբ հարցում կատարեն Աստված չանի, եթե մենք ունենանք որոշակի հայրենակի հատվածի կորուստ եւ ձեզ հարցում կատարեն, բա դուք որտեղ էիք, գոնե հնարավորություն կունենաք ասելու ես ճիշտ ճակատում էի գտնվում, ես բարիկադների ճիշտ կողմում էի գտնվում եւ դուք մաքուր կլինեք ձեր խղճի առաջ։ Եվ մեզ հարցնելու են, եւ մեզ ապագա սերունդները յուրաքանչյուրիս հարցնելու են, երբ որ Արցախը հանձնում էին դու ուր էիր։ Եվ ես վախենամ, որ ապագա սերունդները մեզ հարցնեն, երբ որ Հայաստանը վերանում էր դու ուր էիր։ Եվ մենք պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրս կրում ենք պատասխանատվություն։ Այո, մենք գիտենք, որ Արցախը դավաճանաբար հանձնվեց այս իշխանությունների կողմից, բայց մեր թողտվությամբ, մեր թույլտվությամբ մենք ոչինչ չարեցինք դրա դեմը առնելու, որպես հանրություն, որպես ազգ, եւ ոչինչ չարեցինք, որ Արցախ հանձնող իշխանությունները 1 րոպե անգամ չմնային այդ իրենց պաշտոններին։ Հետագայում մենք տեսանք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի ղեկավար անձինք կարող են հրապարակային հայտարարել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Գիտեք ինչ, մեր երկրում նման հայտարարություն պետք է կարողանար մարդը անել միայն եթե մի ոտքը արդեն օդանավի մեջ է եւ հայտարարությունը անելուց հետո անհապաղ կփախնի երկրից։ Սակայն մենք տեսանք, որ մարդիկ խնդրեմ հրապարակային հայտարարում են եւ հանրությունը հանդուրժում է սա։ Իրականում համաձայն չլինելով դրա հետ, բայց հանդուրժում է։ Սա ցավալի փաստեր են,
եւ մեզ նաեւ այս առումով պակասում է անհանդուրժողականությունը։ Այս առումով մենք չպետք է լինենք հանդուրժողական։ Մեր երկրի ոչնչացման գործում չպետք է լինենք հանդուրժողական, որպեսզի վաղը, երբ որ մեզ հարցնեն մեր սերունդները, թե դուք ուր եք, մենք պատասխանելու բան ունենանք։ Եվ նաև մեր ժողովրդին կասեմ, եթե ուզում եք օրինակներ անհանդուրժողականության, կարող եք Գևորգ Սապարյանի ելույթները նույնպես լսել, ինչ հրաշալի ելույթներ, հրապարակախոսություններ, հետևել Սասնա ծռերի ընթացքին, նրանց գործողությունները անհնազանդության, Բևերի քայլերին, անհնազանդության եւ կոչերի եւ տարատեսակ միջոցառումների, եթե անհնազանդություն եք ուզում կատարել կամ ձեր բողոքը գոնե ձեր այդ ներքին բողոքը, այդ նեգատիվը, եթե դուք ձեր մեջ եք կուտակում, դա ձեզ է վնասելու, ձեր առողջությանը միմիայն վնասելու։ Դրա համար պետք է այդ ձեր մեջի դժգոհությունը ուղեք արտաքին, ուղեք ճիշտ ուղղությամբ, որտեղից որ գալիս է, դիմադրեք այդտեղ, այլ ոչ թե լռեք կամ ուղակի չտեսնելու տվեք հարգելի ժողովուրդ, իսկ այսօրվա համար հավանաբար այսքանը, կուզենաք որևէ բան ավելացնել, պարոն Սաֆարյան։ Դե ինչպես միշտ ես պիտի կոչ անեմ մեր հանրությանը եւ մեր ազգին առհասարակ որտեղ որ նրանք կլինեն, չլինել пассив եւ զբաղվել սեփական պետությամբ, դիմադրել այն բոլոր որոշումներին, որոնք հակապետական են, ապազգային են եւ մեզ տանում են դեպի անդունդ։ Ցավոք սրտի շատերը հպարտությամբ հայտարարում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ինչ բան է քաղաքականություն, դա պետական որոշումների ընդունումն է, պետությանը վերաբերվող եւ այդ որոշումների նկատմամբ ազդեցությունը։ Եվ երբ որ մարդը ասում է, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ, դա նույն բանն է, եւ որ ինքը ասի, ես թքած ունեմ, թե ինչ որոշումներ կընդունվի իմ պետության վերաբերյալ։ Իսկ սա հպարտության առիթ չէ, պետք է զբաղվել պետությամբ, պետք է զբաղվել քաղաքականությամբ, եւ դա պարտադիր չէ, որ դուք ներգրավված լինեք այս կամ այն քաղաքական ուժի կազմում կամ լինեք նրա աջակիցը։ Յուրաքանչյուր մարդ թեկուզ եւ սոցցանցերում իր դիրքորոշումը արտահայտելով իր կաթիլն է ավելացնում ժողովրդավարությանը, իր կաթիլն է ավելացնում իր պետության կառավարմանը։ Եվ սա նույնպես քաղաքականությամբ զբաղվելու ձև է, եւ մենք բոլորս պետք է լծվենք մեր պետության կառուցմանը, հակառակ դեպքում այս պետությունը այսպես էլ կփլուզվի եւ դրա պատասխանատուն կլինենք յուրաքանչյուրս։ Իսկ ես կուզենայի ասել մեր ժողովրդին, որ քրիստոնեությունը դա նախ եւ առաջ բարձր գիտակցության ձգտումն է եւ բոլորիս մաղթեմ իմաստունություն, Աստծուց խնդրենք ուժ եւ եռանդ, որպեսզի կարողանանք դիմակայել եւ պայքարել 27 գալիք տարիներին եւ Աստված տա, որ մենք հասնենք մեր նպատակներին։ Շնորհակալություն ձեզ։ Շատ հաճելի էր։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ստեսություն։ Հաջողություն։